Բարև բոլորին, դուք G-Twix ալիքում եք չմոռանաք բաժնորդագրել մեր ալիքին, լայքել դնել, կոմենտներ գրել եւ անպայման ֆոլո տվեք իմ Instagram-ին, որովհետեւ այնտեղ ես շատ ակտիվ եմ, շատ հավես թեմայի մասին ենք խոսալու, որովհետեւ իմ ամենասիրած մամայի ծնունդն է։ Ու առնացանք, ու արդեն ապրիլի 19-ն է, բոլորս պատրաստվում ենք ծնունդին։ Մենք համարյա պատրաստ ենք միացնային, что за леди, մամա։ Քանչյուր ծնունդ առաջին հերթին սկսվում է կերպարից, որ մարդը մտածում է ինչ է ենք ուզում հագնել, հենց հասկանում ես ինչ ես ուզում հագնել, արդեն թեման էլ ինքս ինքան ստեղծվում է, հիմա արդեն կերպարից արդեն բարձա, որ ծնունդը ինչքան հետաքրքիր է լինելու։ Տեսնենք մնացածը ոնց են գալու, սա իմ դրես կոդ եմ ասել։ Մեկ, երկու, երեք, տադամ, տատիկ, как тебе? Я уже представляла, как ты будешь цвести и пахнуть. Այո, ռիվ դրեսկոդի մեջ ենք, համ կարմիր կա, համ սենց կետիկներ կան։ Ես իջա ստուգեցի այնտեղ դեկորացիաները ոնց են ու ես միջև հետ չի տեսել, մտա ասացի Էս ինչ սիրուն է, ես չէի տեսել ու ընդհանրապես չէի պատկերացնում, որ տենց սիրուն է լինելու։ Ես գնացի ասացի, վաու, մամա, это будет очень крутой день рождения։ Այ մամա, ասում ինչ որ տեսնում եմ, մորը գուզում եմ, որ արդեն հյուրերը կան ու արդեն սկսենք։ Ուրեմն հիմա ես դասավորելու եմ այս բաները, շատ հետաքրքիր տենց հոգեբանական խաղ է, գրածա ով եմ ես ու հետևս սենց շատ հավես հարցեր ու ամեն մեկի սեղանից ես դնելու եմ։ Մենք համել այսօր խաղալու ենք շատ հավես խաղ, որ մեմերը ցույց են տալիս մարդկանց ու իրանք պետք է կրկնեն։ Օրինակ այս մեմը ոնց կկրկնես։ Ես իմ համար իմ կոմֆորտ զոնայից դուրս եմ եկել, նայեք ես ինձ յուբկա եմ հայքել։ Գասկո շատ էսթետիկա է լինելու եւ շատ սիրուն է։ Հայրիկի գեղեցիկ նկարը ու գրածա իմ արժեքը։ Առաջին հարցը. ինչն եմ ես գնահատում։ Ինչի համար կարող եմ արդեն այսօր հպարտ լինել ինձ համար։ Այսինքն տիպի հարցեր են էլի հոգեբանական։ Всё как я люблю и как мама любит։ Առավիճակա ամեն մեկը ինչ որ մի բան է անում ու կամաց սպասում ենք որ հյուրերը արդեն գան։ Քարտերը դասավորեցինք, տեղը ավելի սիրունացրեցինք ու սպասեցինք հյուրերին։ Հյուրերը կամաց գալիս են, դեռ լիքը մարդ կա, բայց արդեն տրամադրությունը շատ լավ է։ Այսօր մոտիկանալու եմ մարդկանց հարցեր տամ մամայի մասին, բա, ու համել ամենաշատը սպասում եմ, որ խաղանք այս մեմերի խաղը, որովհետև ինձ թվում է շատ ծիծաղալու ու հավես բան կլինի։ Ուրեմն հեսա Յանան իմ հետանելու այդ մեմերի տրենդը, տենանք ինչ մեմեր է ընտրելու։ Ես բոլորն էլ սիրում եմ, բոլորն էլ հաճույքով կանեմ։ Yes! Այս մեկն է ուզում։ Դուք ես ոնց ես գում արդեն համարյա ծնունդը սկսվել է։ Շատ լավ, ես չգիտեմ ինչի լարվում էի, ինձ թվում էր ինչ որ չգիտեմ ոնց են հավաքվելու ինչ, բայց ամենին շատ սենց լավ անցնում, բոլորը գալիս են սենց լավ տրամադրվածությամբ, ես հասկացել եմ։ Ճիշտ է, երբ որ առիթ ես անում ու դրես կոդ ես պահանջում, բոլորը սկզբից դիսկոմֆորտ է, բայց հետո երբ որ գալիս են, մեկը մյուսին տեսնում է, արդեն սկսում են դրանից ոգևորվել եւ ուրախանալ։ Ոնց որ թեմատիկ ծնունդները լավ գաղափար է։ Քո դրես կոդը դուրս արի այստեղից չեմ հասկանում։ Այսինքն վայրի ծիգրային բաներ են։ Ու այն մարդիկ, որ միշտ բողոքել են դրես կոդից, ես իրանց չեմ հասկացել, որովհետև ասենք այդ իմ տոնն է, ես ուզում եմ, որ ամեն ինչ տենց լինի իմ ուզելով։ Ինչ ես դու դրանից բողոքում։ Օ, какая красота։ Ես որպես մարդ, ով իմ 16-ամյակը դրես կոդով է նշել ու հյուրերից ուղիղ 50%-ը դրես կոդով չէին եկել, ասեմ դուք ահա որ նեղացնում եք Մարդուն հոբելյարին, ծնունդը, որովհետև իմ ամբողջ ծնունդը շատ նեղվել էի, ոբշմ, դրա մեր տենց մի արեք։ Ամեն ինչ շատ լավ է գնում, ես հիմա նստել եմ ուտեմ, բայց մի քիչ ձեռնոցներով շատ դժվար է այդ, բայց եկեք հիմա փորձենք, просто посмотрите на эту красавицу։ Ես չգիտեմ սա ինչ է, հուսով եմ պանիր չի, որտեղից պանիր չի կարելի։ Իհարկե, առանց թափելու ոնց կարելի է։ Եթե չէ բան ուտում եմ, ես պետք է թափեմ։ Ու Это очень вкусно։ Իմ ու մամայի մեջ ինչ որ Bluetooth կա, երբ որ ինքն այն մասի խոսում ինքը լացում է, որ ես եմ իր մասի խոսում ինքը ես լացում եմ։ Չէ, նույնը կեֆայի մոտ էս չի։ Ես իմ մոտ դրա համար մենակ սիրուն
որ ինձ էլի հիստերիկ անունը չդնեն, տզիկ անունը չդնեն, չնայած մոտ արդեն դրված է, բայց զգամ, որ մեծացել եմ, բայց no. Ես անկեղծ չգիտեմ ինչ եմ ասելու, ես մոտավորապես միտքը գիտեմ, բայց չգիտեմ ոնց եմ խոսալու։ Հուսով եմ, որ գնամ այնտեղ հայտարարակ չեմ լինի։ Բոլոր հյուրերը եկան, ես մոտիկացա մի քանիսին ու խնդրեցի, որպեսզի մամային բարեմաղթ թանկ ասեն։ Ինչ էներգիայի մեջ որ գտնվում է, այդպես շարունակի։ Շատ եմ սիրում քեզ։ Ուզում եմ, որ ներդաշնակությունը, որ գտել եմ անում, երբեք չկորցնի, իր հոգին միշտ խաղաղ լինի ու Աստծո օրհնությունը միշտ իր կյանքում լինի։ Խաղաղ ու այդքան սիրում թե ներսից թե դրսից։ Ես քեզ շատ սիրում եմ։ Հետո մաման սկսեց խոսալ, իր սիրուն այդ սպիչը ասեց։ Հենց 40-ից սկսում ես հասկանալ, որ դու երբ փոքր ես։ Միջև այդ հələ երեխաներ, ընտանիքներ, բայց մի քիչ այդ ներսի երիտասարդության զգացողությունը կա, իսկ 40-ից հետո միանգամից հասկանում ես, որ արդեն վերջ, պետք է կյանքում ունենաս հստակ նպատակներ, հստակ արժեքներ, սկսեցի ապրել այնպես, ինչպես որ ես եմ զգում, բայց մի դա նշանակում է, սկսեցի հասկանալ ինձ եւ ամենավախենալու գիտեք ինչ է, որ դուք չեն հասկանում, ամենավախենալու այն է, որ դու չգիտես, թե դու ինչ ես ուզում։ Ուզում էի բոլորին ամբողջական հավաքել միտեղ եւ ներկայացնել, թե այսօր ով եմ ես։ Դիտեք 20-ում կանայք փնտրում են սեր, 30-ում կանայք փնտրում են ավելի շատ իմաստություն, իսկ 40-ում ես կարծում կանայք դառնում են շատ ավելի վտանգավոր, համաձայն եք ինձ։ Տեք տենց խոսած ու հրավիրեց ինձ։ Մի քիչ պատմեմ մամայի մասին, այնպես բաներ, որ մի քիչ ոնց որ կարող է ճիշտ է, բայց ես մի քիչ դրանց հետ չեմ հարմարվում։ Հենց միկրոֆոնը տալիս են ինձ ձեռք, ես մի քիչ չգիտեմ լարվում եմ, բայց փորձում եմ ինչքան հնարավոր է այդ լարվանքը ինձ ցույց չտամ։ Իմ papan, որ 15 տարի այդ հարսանեկան շոու բիզնեսի մեջ է, ինքը միջև հիմա մեկ-մեկ լարվում է, երբ պետքա գնա ու բարի։ Ես չգիտեի ինչ եմ խոսալու, մոտավորապես միտքը գիտեի, բայց սցենար տենց չունեի, ես պրոստը գնալու էի ու խոսային ինչ որ մտածում եմ։ Մաման մեկ-մեկ ինձ խորհուրդներ է տալիս։ Մամ, ես դու 42 տարվա փորձ ունես, այդքան օպրել ես, հասկացել ես, ու հասկանում եմ այդ խորհուրդները ուզում ես ինձ տաս, որ ոնց որ ինձ տեսնես, ուզում ես ավելի լավը ես լինեմ, ավելի գելացի լինեմ, բայց ես մեկ-մեկ չեմ կարողանում։ Օրինակ, ես շատ այնպես մարդ եմ, որ իմ համար իմ կոմֆորտը շատ կարևոր է։ Օրինակ, ես չեմ կարող ինչ-որ այնպես մեգա սիրուն շոր հագնեմ ու գնամ ինչ-որ չգիտեմ, իմ ֆրանսերենի դասի։ Օրինակ, այդպես բան եմ պատմում, մենք պետքա գնայինք իվենթի ու դրանից առաջ մաման ասում է, հա, ինչ շորը թակի, գնա ֆրանսերեն։ Ասում եմ, մամա, ինձ դից հարմար չի։ Ասում է, Էվա, պետքա flexible լինես։ Ասում եմ, մամա, ինձ դժվար է իմ կոմֆորտից դուրս գալ, հասկանում եմ, դու այդ ամեն ինչը հասկացել ես ու ես հասկանում եմ, որ դա ճիշտ է, բայց ինձ պետքա ժամանակ, որ ես այդ ամեն ինչը սովորեմ, զգամ, ու արդեն հասկանամ, թե լուրջ ինչա կարևոր flexible լինել։ Արդեն Էվա, որ դու այս տեքստերը բարդ ստորադասական նախադասությունով ասում ես, դու արդեն բավականին շատ բան ես սովորել եւ շատ flexible ես։ Ասացի, ամեն ինչ շատ լավ անցավ։ Այնտեղ ես հարցրեցի հյուրերին, ով որ երեխա ունեն, ով է ստեղ կրվում հավաքելու համար։ Հավաքելու համար։ Ասիկ մամա, ես երկու օր կանեմ սենյակը չհավաքեմ, բայց հետո գամ ու գեներալի ու բորկա կանեմ։ Իսկ մաման եմ Էվա սենյակ։ Շոքի է։ Մոտ չի ստացվում, պրոստը գալ մի անգամից սաղ տեղը դնել, մամանը դրանից ներվայանում է, բայց ոչինչ։ Okay։ Էլ արի դրա մասին չկռվենք։ Okay, լավ։ Կամ ուսում եմ կգնամ, մաման կզգա թե ինչ անկապ է առանց ինձ ապրել։ Մաման ասել է, որ իրան չկողա, չկաք ստեղ մամայի կով քանեք, բայց իմ կարծիքով բոլոր մայրերի մասին չես կարող այդ չկողաս։ Օրինակ Գյանն ամենալավը ասում է հուզիչ խոսքերի։ Իմ երուսն ես, մեր տան արևն ես, ուզում եմ, որ միշտ շենց շողաս, որ միշտ շենց շուպտաս, ու ասես քո բոլոր նպատակների վրա, ես քեզ պաշտում եմ։ Այդ իվենթը կատարվում էր Pain ռեստորանում, որը շատ համով բաներ ունի ու պրոստը այսենց տեղան։ Մենք խաղացինք այն իմ մտածած խաղը, իսկ այդ խաղը կայանում էր նրանում, որ ես մեմեր էի տպել, մեր այդ հայտնի մեմերը, հեսա մի քանի հատ նկարներ։ Ու այդ մեմերը մոտիկանում եմ ու ցույց էի տալիս մարդկանց, կարող եք վիդեոն նայեք։ Իսկ եթե ուզում եք ամբողջ տարբերակը տեսնեք, Instagram-ում կա, դες ամբողջ ցույց չեմ տա, որ գնաք Instagram ու տենաք։ Գիշերը սենց հարսանիքից հոգնած եկա, սենց տեսում Նարեի պիտի սյուրպրիզ են ինձ անում, բայց կոշիկները տրան արա, ասում եմ, որ սյուրպրիզ անել են չգիտեմ։ Ոչից ես մտներեմ, տիպը սաղ քնատել, մենք սենց երեքով, սենց պիժամաներով, կիսան խնած, սենց ամեն մեկը մի հատ գործիկով մոմերով մոտեցան, ես հասկացա հայ երջանկությունը։ Իրոք երջանկությունը այդ մահերի, այդ վարկյանների մեջ է, երջանկությունը նրա մեջ է, որ դու
տեսնում ես, գնահատում ես, զգում ես, ուրախանում ես, ու ես ավեր երջանիկ եմ ձեր սենց երեքի համար։ Ես երբեք ինձ տղայի համար չեմ պատկերացրել, ու ուրախ եմ, որ իմ կյանքում կան այս երեք հրաշքները։ Մեր կյանքում կան մարդիկ կամուրջներ, իրականում իմ պապայի հարաբերությունները դու ես մեր կամուրջը, որովհետև ոչ մեկի համար գախնի չի, որ ամեն ինչ լավ ջրելի, եթե չներ մանոն, ես քեզ անչափ շնորհակալ եմ, որ ես հիմա ունեմ սենց ամուր ընտանիք, ու մանոն այն մարդն է, ով թույլ է տվել ինձ երբեք չզգալ ինձ օտար, միշտ ես եղել եմ այս ընտանիքի անդամը ու քեզ շնորհակալ եմ, որ դու ես իմ կամուրջը ես կյանքում, պապայիս։ Բաչի մամային։ Հիմա էլ ուզում ամեն մեկը միած ինձ երազանք ասեք ու տնեք այս տորտը։ Ամենակարևոր բանը լինես ասում է երջանիկ ու քեզ շատ սիրում եմ։ Ամենաբարձր կետը ինքնաճանաչողության, որում համար որպես նշաձող դրել ես հասնես հետին։ Ու մեր կողքերից դեպի ծանոթ լավ։ Միշտ գնաս լույսի ետևից, որովհետև ինքնաբարձր։ Գնակը անսպար լինի։ Երևի ինձ, որ ունեմ քեզ։ Սննդը գնահատում եմ 10-ից 10, ամեն ինչ անցավ իդեալական, շատ լավ, շատ կուզեի, որ ավելի շատ ծնունդներ սենց նշեին, որովհետև ծնունդը ոչ միայն ապարելու, չգիտեմ, ուտելու բան, դրա մասին է, այլ նշելու մարդուն, եւ որպեսզի այդ ծնունդը ինչ-որ մի խորհուրդ ունենա։ Ու ես ու մաման այդ ամեն ինչը արեցինք։ Սոր ամբողջ օրը եղել եմ կաբլուկներով, ու չեք պատկերացնում ոնց է ոտքերս ցավում, ու ասում եմ շորից էլ եմ արդեն հոգնել արագ, ուզում եմ փոխվեմ, որովհետև կոմֆորտ այդ աշխարհի ամենալավ բանն է։ Երեխոդ, այս է իսկական ամենալավ հագուստը։ Ու էլի հեսնի ծերպեցը, երբ մաման կբացի ես իր ամբողջ նվերները, որովհետև ինձ հետաքրքիր է։ Սա մաման գալիս է ու անենք ռասպակովկա։ Ես շատ եմ սիրում նվեր բացել, ու համել ես գիտեմ, որ այս ամեն ինչից ես էլ եմ օգտվելու, դրա համար вообще սուպեր։ Եվ վերջապես եկավ Էվա, սա իմ պահն է։ Ամենահաճելի պահը։ Ես այնքան ուրախ եմ, ունենք Միացյալ Նահանգներում բոլորը գումար են նվիրում, գումարն էլ է լավ, բայց իմ համար շատ ավելի հաճելի է, երբ որ նվերներ կան ու սկսում ես բացել ու փորձում ես հասկանալ ով որն է նվիրել, որովհետև նվերը իմ Unboxing կանենք։ նատուր այդ խնձորից կծեմ էլի։ Պապա գնա կադրում չացնում ես։ Այդ իմ սիրուն է, սիրուն խաչա, ես սա կկրեմ։ Բայց դու գիտես, ես չգիտեմ ով որն է նվիրել։ Չգիտեմ ով է նվիրել, բայց շատ մերսի։ Ես էլ եմ ասի։ Սա քիչ գործում ես դե։ Պապա գիտեմ, չացնում ես։ Ցինգի ես եմ արել։ Իսկ ի՞նչ է երեխեք, սա նրա։ Սա շատ լավ է այս կարտը, այս դիրի խնդրում եմ Յանաբու մարդικής մեջ։ Այնքան մարդ կա ասենց կադրից դուրս։ Եվա կարես գնասենք ով այս մարդը բացի։ Եվ դու չեք թողում բացի։ Վայ։ Gift card։ Վաու։ Եվ դու չեք թողում ես մարդը։ Ես էլ եմ նույնպես Ես չեմ պատկերացնում քանի հոգի այն շրջին նստած։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, որ մեզ օգնեց այս ծնունդը կազմակերպել, բոլոր հյուրերին, որ եկել են, ու մամ, էլի ծնունդը շնորհավոր, ես քեզ անչափ սիրում եմ ու պաչիկներ։ Ու նաև ձեզ եմ սիրում։ Մերսի, որ նայում եք, ֆոլո տվեք մեզ, կոմենտներ գրեք եւ հետևեք մեզ։ Սիրում եմ ձեզ շատ։ Հաջող բոլորին։ Սրտանց ուրախ եմ, որ ինքը ինձ է ընտրել որպես մայր, ես էլ իրան եմ ընտրել։ Ծնված օրվանից ինքը ինձ միշտ ուրախություն է պատճառել։ Ինքը տոն մարդ է, որ ամեն իրավիճակ կարողանում է իր գեղեցկությամբ, թե ներքին, թե արտաքին շրջապատի բոլորից։ Վարքյանից, որ ինքը ծնվել է, ես միշտ լցված եմ եղել ուրախությամբ եւ ինձ թվում է մինչեւ վերջ էլ լինելու եմ իր համար շատ ուրախ ու երջանիկ, ես իրան անչափ սիրում եմ, ինքը իմ երազած աղջիկն է, տաքինից սկսած մինչեւ հոգու նուրբ լարերը այնպիսին է, ինչպիսին որ ես միշտ ցանկացել եմ իրան տեսնեմ։